Տղադանական ողջույն եւ նախ խնդրում եմ ասեք ինչ է էգրեգոր, չնայած մի անգամ անդրադարձել ենք, հետո տեսնենք հայ ժողովրդի էգրեգորը ինչ է դա, լավ վիճակում է, վատ վիճակում է։ Շատ բարի։ Էգրեգոր բառը որ թարգմանենք Զարթուն է նշանակում։ Զարթուն։ Ահա։ Եթե հին հունարենով էլ նշանակում է ուժ։ Ուժ։ Բայց էզոտերիկ, տենց միստիկ դաշտերում դա համընդհանուր էմոցիաների, մտքերի դաշտն է, որ ստեղծվում է այդ մարդկանց խմբերի կամ տարբեր խմբերի կամ ազգի կամ ժողովրդի այդ ընդհանուր դաշտը ինքը գալիս է մի մակարդակի, որտեղ ինքը կարող է ինքնուրույն գործել ու փոխհարաբերության մեջ է մտնում հենց այդ ստեղծողների կամ էլ մյուս մարդկանց հետ, ովքեր ներառվում են այդ դաշտի մեջ, եթե ասենք թե ժողովուրդը, ժողովուրդների հետ ինքը փոխ ներգործության մեջ է մտնում ու այդ էգրեգորը ինքը ճկուն երևույթ է, ինքը տենց մշտական ինչ-որ կարծր բան չի, ինքը փոփոխական է, ինքը փոփոխական է ինքնին թե մենք ենք փոխում, իրեն տալով դե ոնց որ չսնուցներելով ինքը կարա նվազի սնուցելով ուրիշ էգրեգորներ, ասենք եթե ժողովրդի համար ենք վերցնում, ասենք կարա սնուցում են սկզբից մի էգրեգորի, հետո մոռանում են այդ էգրեգորին, սկսում են սնուցել ուրիշ էգրեգորի, այն մեկը ոնց որ թուլանում, սմքում է, այս մեկը արդեն փրթոշանում է, այս մեկն է գործում է։ Տարբեր տենց կան։ Այդ էգրեգորի մեջ կարան լինեն եթե մենք ժողովրդի մասին ենք խոսում, ժողովրդի էգրեգորի մասին, որտեղ տարբեր կարող խմբերի էգրեգորներ լինեն, ստեղ կարան լինեն ինչ-որ այդ էգրեգորի մեջ ոչ միայն ոգեշնչող կրոնական մոտեցումներ, կարան լինեն սիմվոլներ, նշաններ, հանդիսավոր երաժշտություն, ոգեշնչող սիմվոլիկա եւ այլն։ Դեք հիմա որ մենք հայ ժողովրդի էգրեգորի մասին որ խոսանք, շատերը մտածում են էգրեգորը կրոնի հետ է կապված, բայց ընդհանուր որ հայ ժողովուրդը որ վերցնենք, հայ ժողովուրդը մի կրոնի չի պատկանում։ Նույն սկսենք։ Ինձ թվում է մեծամասնությունը աթեիստ է, այդ սկսենք, այսինքն ինքը կրոնական մոտեցում չունեն, հետո ինչ-որ մասը առաքելական եկեղեցու դա պատկանում, ինչ-որ մասը քրիստոնեության լիքը բազմաթիվ ճյուղեր կան, հատկապես հիմա տարաբնույթ կրոնացիոն բացի Հայաստանում գտնվող, ասենք հիմա Ռուսաստանում հայերը գնում կնքվում եւ այլն գտնվում են, ասենք ուղղափառ եկեղեցու ազդեցության տակ, ասենք Եվրոպայում կամ Ամերիկայում կաթոլիկ եկեղեցու եւ տարբեր կարան էլի լինեն, կարան ուրիշ կրոնների պատկերեն, ասենք թե հիմա համշահայեր եւ լիքը ասում են հայեր կան Թուրքիայի մեծ տարածքում, որոնք մուսուլմանություն են ընդունել եւ այլն։ Այսինքն եթե մենակ էգրեգորը որոսենք հայ ժողովրդի, որ կրոնի հետ է կապված, այդքան ճիշտ չի լինի, որ լավ, բայց հիմա եթե հայ ժողովրդի տարբեր հատվածներ, տարբեր կրոնական են, նրանք բոլորով ինչ-որ մի էգրեգոր են ստեղծում հայության։ Այն պետք է մտա հասկանանք հիմա այս զրույցի ժամանակ, որ պետք է այդ մի էգրեգոր, մի ամբողջության գան։ Մինչև չգան մի ամբողջության, տենց ծրված ուժ կլինի ու ինքը ամբողջական չի լինի, ու հենց նպատակն էլ մեր թշնամիների հենց պարասը կամ հակադրվող ուժերի, որ պարակտի թույլ լինեն, որ հերթով գրավի, ոչնչացնի, ոնց որ առաջ գալիս էին համախմբված ուժ չկար, բերթաբեր գրավում գնային առաջ էլի, չէին կարող համախմբել իշխանները եւ այլն։ Մենք այդ համախմբող ուժը հենց լինում է դրա դեմ մեծ բռնկում ու պայքար, ասենք Պապ-թագավորը որ համախմբեց, հենց սկսեցին պանանը կամ Տիգրան Մեծը որ համախմբեց եւ այլն, ցանկացած համախմբում վտանգ է ներկայացնում, դրա համար պարակտումը ավելի ձեռնտու է, դրա համար երկրի մեջ հենց հիմա ուժեղ պարակտված է մեր ժողովուրդը, հենց այդ էլ ձեռնտու է թշնամիներին էլի,
ու այդ սա երևույթները մենք շատ բաների վրա ենք գցում, բայց ամենաշատ մեր խելքը դա մեր խելքն է, խելքի պակասությունից է դա, աշխարհականացողության ասենք էլի, չէ իրոք ասենք, դաշնա լավ չենք ճանաչում, այսպես նեղ հատված եւ չենք անում այն ինչի կարիքը կա, քչությունն է էլի, ոնց որ անխելք մարդը որ Հովհաննես Թումանյանը ունի, ստում այդտեղ ինչ-որ բան կա, պատահական չի լսել, ինքը մեր մասին է մի քիչ ասում։ Նայեք, կարելի է այդ էգրեգորը մարդիկ են ձևավորում, հասկանանք դա ոնց է ձևավորում։ Դա մի էներգիա է, որտեղ բոլորը դրանով կարան ոգեշնչվեն ու դա համ իրանք ոգեշնչվեն դրանով, համ այդտեղ իրանք սնուցեն։ Դրա համար էգրեգորը պետք է վերցնի ինձ բան, որը եթե ժողովրդի մասին ենք ասում, բոլոր ժողովրդի մեծամասնությանը կարողանա ոգեշնչի։ Օրինակ Արարատ լեռան սիմվոլիզմը, որը մեծ մասին կարող ոգեշնչի, դրա համար այդ սիմվոլիզմի դեմ պայքարում են։ Այն չի, որ ինչ-որ ուրիշ երկրում է գտնում, բացարձակ կապ չունի։ Ու այդ սիմվոլիզմը պետք է կարողանանք ճիշտ ընկալենք ու մաքուր պահենք, սուրբ պահենք, էլի։ Դա կարևոր տեղ է, Արարատ լեռը շատ մարդիկ բարձրանում են, այդ պետք է իրենք հասկանան, որ այդ բարձրանալով իրենք այդ սրբությունը քչացնում են, անկում են տան։ Օրինակ նոր պլանում հասկանալի է, ֆիզիկականում չէ, դե սարը բարձրացան քիչանք, ինչ է։ Դե օրինակ ուզում եմ բերեմ, ասենք Կայլաս լեռ կա, Չինաստանում է գտնվում, Տիբետում, բայց հիմա Չինաստանն է։ Որտեղ չեն թողում բարձրանալ, գնում են մարդիկ այդ լեռան շուրջը պտտվում են, որպես հարգանք իրենց ժողովրդի, կրոնի եւ այլն աստվածության մոտեցում, բայց չեն թողում բարձրանալ։ Այդ բարձրանալով այդ նշանակում է սիմվոլին մենք վրա ենք կանգնում, այսինքն ցածրացնում ենք, ոտնատակում ենք, դրա համար այն հայերը ես գնացողներին ասում, բայց մեկը չեն հասկանում, էլի, իրանց ուրիշ էլի վեհ ինչ-որ բան է առաջնորդում, այդքան վեհ, այդքան բան չի առաջնորդում, ուղղակի էլի խելքի պակաս է, որ գնալով իրանք այդ սիմվոլը ցածրացնում են, թող ուրիշ ազգերը բարձրանան, պետք է հայերը չբարձրանան այդ Արարատը, իրանք սուրբ պահեն, կարևոր չէ, դե ասենք այդ ասենք առաջ որ խաչը պահել են սիմվոլ, կարային ուրիշ ազգերը գային դա ոչնչացնենք, բայց հայերը դա պետք է մաքուր պահեն, էլի, ու բարձր պահեն, դրանով է սիմվոլ, էլի, ոչ թե դրա վրա հելնեն ինչ-որ էգոյի հաստատում, ես այդ սիմվոլը հաղթարեցի։ Ու սխալ մոտեցումով ուղղակի չեն այդքան ընկալում դա ինչ է նշանակում, խորհուրդ կտամ բոլոր ցենց մոտեցում ցենքը ես շատ սարեր եմ բարձրանում, դա էլ ասեմ էլի, ես դեմ չեմ, բայց պետք է հասկանալ որտեղ սիմվոլն է, որտեղ ազգի ոգեշնչը դրա վրա բարձրանալը բարի նշան չի, լավ սիմվոլ չի, ու մենք դա ցածրացնում ենք նույնիսկ որ բարձրանում ենք, պետք է մենք ոչ մի հայտ չգնա, որ քրդերը չտանեն հայերին բարձրացնեն այդ սարը մեկ երկրորդ սիմվոլը, որը այլա բոլոր հայերին կարա համախմբի, դա հին հայկական խաչն է, որտեղ որ դուք հիմա դրել եք ստեղ, դա միջ քրիստոնեության հավասարացության նշանն է, որը քրիստոնեությունից շատ առաջ է եղել, նույնիսկ իրադարձությունից էլ առաջ է եղել, այսինքն ու ինքը կարա համախմբի բոլոր հայերին, ունենալով տարբեր կրոնական մոտեցումներ, թե այս սիմվոլը կա արևելյան ուսմունքներում, այս սիմվոլը թե կա քրիստոնեության մեջ, եվրոպական որոշ ժողովուրդներ էլ ունեն, ասենք կելտերը այս խաչը տանում են, ուղղությունները էլ կան, տամպլիերները, բայց դա ավելի հին սիմվոլ է, այս նույն սիմվոլը բուդդիստների մոտ էլ կա, ասենք թե որ վերցնենք այտենց չի, որ մտածում են դա Քրիստոսի հետ է կապված, այդքան էլ դրա հետ կապված չի, դա նյութական ու հոգևորի հավասարակշռությունն է, կին տղամարդ, սիրո եւ իմաստության միասնությունն է, էլի, այս սիմվոլը նշանակում, էլի, հավասարակշռում են իրար, ու կարանք ասենք գիշեր ցերեկ, բայց չար ու բարի չի դա։ Այդ սիմվոլը նաեւ մատանիից վրա կատարդad եւ ես զգում եմ, որ որոշակի ուժ է տալ, ես վերջերս տանը կորցրել էի բավական ժամանակ եւ անուժության զգացողություն կար, հենց մոտ է լինում, ես մի տեսակ ռիսկ եմ ստանում։ Ես չգիտեմ դա ինչու բացատրել, բայց կա սիմվոլից կարա էներգիա մենք ստանանք եւ այդ սիմվոլին էներգիա տանք։ Ինքը ոնց որ համընդհանուր բան կա, որտեղ մենք բոլորը ներդրումներ են անում, բոլորը
նաև դրանով կանասանվեն ցանկացած դերական ինչ-որ վեբ պրոյեկտ կարող է այդ բանկի սնուցում ստանա ու բանանի։ Նաև սիմվոլներից մեկը հավերժության նշանն է, որ մենք ունենք, այդ էլ այդ սիմվոլն էլ պետք է ընկալենք, որ կարևորը որ ուրիշ գաղափարին չհակադրվում, ինքը չի հակադրվում քրիստոնեությանը, չի հակադրվում հին մոտեցումներին, չի հակադրվում այն մարդկանց, որոնք ուրիշ կրոն ունեն ու ուրիշ մատերիալիստական մոտեցումներ ունեն ու իրան կարան ընդունեն որպես սիմվոլ, դա էլ է սիմվոլ, պետք է մենք ընկալենք այն սիմվոլները օգտագործվի էգրեգորի սնուցան համար, որոնք բոլորին ընդունելի պետք է լինեն, ոչ թե ինչ-որ մի մասի համար լինի, այլ բոլորին ընդունել, մեծ մասի համար էլի, որ մի քիչ հասկանում է, ընդունի կարևոր չի իր տեղ գտնվելու, Սփյուռքում է գտնվում, թե Հայաստանում, դա բացի ինչ կրոնի մոտեցում ունի։ Հիմա արի մի կոնկրետ հարցի շուրջ քննեն, որպեսզի լսարանին էլ պարզ լինի, հիմա արտաքին որոշ ուժեր գրող են ձեռնարկում մեր քրիստոնեական եկեղեցու հանդեպ, եկեղեցին պարզ է հայկական ինքը որոշակի էգրեգոր ունի, քանի որ 1700 տարի սնուցվել է, անհետևս ինքը որոշակի ուժ է ներկայացնում իրենից, հիմա եթավայեք շենքերը խլեցին, այդ էգրեգորը լիմնալու է, չէ, նրան հեշտ չի լինելու սենց խաչ քաշել, չէ, ինքը կմնա, և կարևոր է սիմվոլը չքանդեն, շենքերով չեն որոշում այդ սիմվոլը, շենքերը կարան խլեն, բայց այդ սիմվոլը մնա, այդ ոգեշնչումը մնա, շենքերով չի որոշվում։ Բացի այդ էգրեգորը ինքը որոշակի, մեկը մարդիկ էլի սնուցելու են, չէ, այդ շենքը խլեցին էլ, ասենք դրանք ովքեր քրիստոնեական հավատքից, ինքս ավելի մեծ եռանդով սկսեն երկրպագել իրենց հավատքը, եւ էգրեգորը կամ մեծանա, հետեւաբար դուք չեք կարող իրեն ոչնչացնել, եթե անգամ շենքերը խլեք։ Ինքը ինչ-որ շենքը չի տեղը։ Ինչ-որ դեր ունի, բայց դրանով չի, էլի ասենք։ Դա առաջնայինը չի, մարդիկ մտածում են շենքն է առաջնային, շենքը չի առաջնային, ասենք հավատը չի կապված, ինչքան տաճարներ կան այդ երկրում, որոշ շատ տաճար ունի, բայց հավատ չունեն մարդիկ, կարա տաճար մի հատ լինի, բայց շատ անսահման հավատ ունենան։ Այսինքն նրանք ովքեր ուզում են հայոց առաքելական եկեղեցին վերացնել ոչնչացնել, շատ բարդ խնդրի առաջ են կանգնած, շենքերով չի, էլի, դա ինքը էգրեգորը կա, մարդիկ կան եւ ինքը գոյատևելու է, եթե անգամ ինչ-որ շենքել չտակ ոչ մի հատ։ Սխալ է մտածում։ Նայեք, ոչնչացնել ասես այդտեղ նուրբ թելա ընթանում էլի, իհարկե ոնց որ այդ ոչնչացումը բարի նպատակներ են միշտ դնում մարդկանց խաբելու համար, էլի, այդ իրականացնելու համար պետք է իբր թե այսպես է, պետք է ընկալենք, էլի, բայց նուրբ թել կա, որ ինքը էգրեգորն էլ է թուլացել։ Ես եթե թուլացած չլներ, մտածողություններ չի լինի։ Այդ էլ, ասենք, օրինակ, երբ որ հեթանոսությունը այդ տրթատ թագավորի երրորդի ժամանակ փոխվեց քրիստոնեության հրամանով, այն չէ որ հեթանոսությունը ինքը գնաց ինչ որ հրաշք տեսավ դրանից փոխվեց, այլ թուլացել էր հեթանոսության ուժը, արտաքին ներգործությունները շատ ուժեղ էին, դրա համար ինքը կարացավ այդ, եթե այդպես շատ ամուր լիներ, ոչ մեկ չի կարա իրան խալխլի ու վերապրել։ Դրա էգրեգորներ էր թուլացել, ինչ պատճառներով։ Դե պատճառները բազմաթիվ են։ Բայց խորանան, բայց կար։ Պատճառներ կլինեն պատճառներ, որոնց հիմնան վրա է դա բանում։ Դրա համար որպեսզի դա չլինի, այդ պատճառները պետք է վերացվի։ Այսինքն այնտեղ, որտեղ էգրեգորը ինչու՞մ է թուլացել, պետք է վերականգնվի։ Եկեղեցու խորհրդի գործերից մեկը պետք է լինի դա, բացի այն, որ հիմա պաշտպանում են ինչ-որ ձև, նաև էգրեգորի, նաև որ ինչ պատճառով է թուլացել, ուժեղացնել էգրեգորը, որ պետք է հստակ հասկանանք, որ սկզբից ամեն ինչ որոշում է երկնքում, հետո երկրի վրա, ու երկնքի ուժերը բազմաթիվ անգամ ավելի ուժեղ են, քան երկրի վրա ուժերը։ Ուղղակի մենք նյութական անկման մեջ ենք գտնվում, թվում է թե երկիրն է որոշում, նյութական պլանն ամեն ինչ որոշում, չէ, ամեն ինչ որոշում է երկնքում, հետո երկրի վրա է տեղ ունենում։ Ուզում եք ասեք, մենք դեր չունենք երկրի վրա գտնվողներս։
Դե երկրի վրա գտնողները երկնքի գործերին են ներգործում։ Հա, կարող եք Էգրեգոր ուժեղացնել, Էգրեգորն էլ ինչ որ այնտեղ իր գործերը կանի։ Հա, այսինքն մենք հասկանում ենք, որ այս նյութական պլանի ուժն է ավելի ուժեղ, բայց տեն չի։ Եթե գիտեք պատմության մեջ առաջ որ եկել են շուտ տարած գրավելու, եկել են այդ Էգրեգորին զոհաբերություններ են արել, թեկուզ ուրիշ Էգրեգոր, այդ տարածքի Էգրեգորներին, որ իրանց թույլ տան այդ տարածքը մտնեն, ավազակություն անեն կամ բան։ Նույնիսկ տենց երևույթներ կան։ Հիմա ես օրինակ բերեմ, որ տուն են առնում, մաքրում են հին Էգրեգորից, հին ապրողների, որ մաքուրինի գան։ Եթե դրա մասը երևի էլի։ Դե տուն, հա, հին երևույթներից, հին սովորույթներից, ասենք հիմա նոր տարուն սովորույթ կա, որ տան հին վեշերը կամ տան հին իրերը, շորերը պետք է բոլոր դուրս հանեն, մաքրեն տունը, էդ էլ կա, որ նորը գա, որ եթե հինը միշտ լիք տեղը չլինի, նորը չի կարող գա։ Նույնիսկ գիտելիքի համար Քրիստոս ասում է Երանի հոգով աղքատներին են նա, որ դադարք են, ոչ թե աղքատ են, այլ ուղղակի այդ բառը լցնելու տեղ կա, որ նորը լցվի, թե չի կարող լցվի։ Դեռ նաև Էգրեգորի հետ կապված մի զրույց անենք։ Ուրեմն Յունգը ասում է, որ կա կոլեկտիվ անգիտակցական, տվյալ ժողովուրդ ունի կոլեկտիվ անգիտակցական, դա նախնիների փորձն է, նրանց մտածումները, նրանց հետևությունները եւ մարդը, եթե շատ ուզում է ինչ-ինչ մեխանիզմով, կարողանում է միանալ եւ այնտեղից ինչ-որ բան ստանալ, անգամ գիր կարդալու։ Արդյոք այդ կոլեկտիվ անգիտակցականը նույն Էգրեգորն է, որ մարդը միանում է եւ ինչ-որ բան է ստանում։ Թե դրանք ինչ-որ տարբեր բաներ են։ Եթե մտածումներում եթե Էգրեգորը ձևավորված է, ինքը կոլեկտիվ անգիտակցականի սնուցում է, բայց ինքը գիտակցական ուժ է։ Այսինքն կոլեկտիվ անգիտակցականը միջ ներքև է, Էգրեգորը ավելի վերև, եթե փորձենք դες նկարել։ Ինչ է նշանակում կոլեկտիվ անգիտակցական էլի, եթե տեղից կանք։ Կոլեկտիվ անգիտակցական ընդհանրեն նույն պլանի երևույթները, բժշկությունը կամ գիտական մոտեցումը ասում է կոլեկտիվ անգիտակցական։ Մեր անգիտակցական դա ավելի շատ նուրբ պլանի երևույթներն են, որոնք գիտակցականը չի ընկալում, բայց մեր գիտակցության վրա անդում է։ Եթե նուրբ պլանի երևույթներին անգիտակցական ենք մենք, որը սնուցվել է մեր նախնիներից է սնվել իրենց ապրածով, մտածումներով, արածներով, դա ինչ-որ մի գրադարան է։ Ես այդպես եմ հասկանում։ Դու կարող ես միանալ այնտեղից, ստանալ Նաև հիմա պետք է սնուցում։ Նայեք ինչքան դուք ամեն օր այս մոտորապես 60 քանի տարում սնվել եք, բայց այսօր եթե չսնվեք, ելի կտուլանաք։ Այդ պետք է հստակ հասկանանք, հա իրան աճել եք, դարձել եք այս ինչ հիմա կաք, բայց հիմա էլ է դες սնուցում պետք։ Եթե չսնվեք, մենակ են ձեր նախկին օրերվա համտարիների ու կերածները, լավ սենց կերածները մեկա չեն օգնի, պետք է հիմա էլ սնվեք։ Հիմա ես այդ սնուցումների մասին էի գալիս սիմվոլը։ Հաջորդ սիմվոլը դա մեր այբուբենն է։ Ես ընդհանուր բերում եմ հայ ժողովրդին ընկալման, որ պետք է վերցնեն այն սիմվոլները, այն գաղափարները, որ բոլոր հայ ժողովուրդը կան դրան։ Եթե սենց մենք բաժան լինենք, մեզ կարան ոնց որ ոչնչացնեն, պետք է համախմբվի։ Ինչքան ասում են 7-ից 10 միլիոն հայ կա, եթե այդ համախմբվածությունը լինի դրա շուրջ, մենք մեր Էգրեգորը ուժեղ լինի, մեզ ոչ մեկ ոչ մի բան չլինի։ Ուղղակի մենք այնքան չենք հասկանում, կարևորը երկնքում ուժերին մենք համախմբվենք, երկրի վրա դա տեղի կունենա։ Այնտեղ ավելի հզոր ուժեր են գործում։ Երկիրը ուղղակի հետևանքներ։ Մի հատ քեզ էլի սկսեմ մեր պատերազմին տարվեցին, որքեւ երկնքում ենք պատը։ Քեզ շեղեմ 10 միլիոն ասել հիշեցի, երբ որ ես դպրոցական էի 10 միլիոն էինք, հիմա ենք 10 միլիոն, բայց ես որ աշխատում էի վեպերից մեկի վրա, թվեր կտա 1000 թվականին ենք 10 միլիոն եղել։ Այսինքն այն ժամանակ Էգրեգորը թույլ է եղել, հա, որ ինքը զարգացում չի ունեցել, կարող ենք ասենք այդ բանաձևով մոտենալ։ Դե մենք արագ լուծում ենք ուրիշ ազգերի մեջ, դրա համար ենք քիչ։ Հասկանում եմ, այսինքն Էգրեգորը թույլ է, չի պահում, չի կապում, դուք տարածություն քանակից ավել չի կարող պահել, իրան մոտ դրա համար կորում են։ Կոմպյուտերը ինչպես լցվում է, այդպես չի կարող համակարգել։ Չի լինում, չեն կարող համախմբել
գաղափար չկա։ Էգրեգորը գաղափարի միջոցով էգրեգորը ուժեղացնենք, որ ինքը կարողանա 20 միլիոնանոց մարդկանց ինչ որ հավաքի։ Օրինակ հрьяաները չէ, դիչին մենք մտածում ենք էգրեգորը էթնոսի հետ է կապված, ազգության հետ է կապված։ Այսինքն պետք է գենետիկ հայելնենք։ Մենք հասկանանք, որ հիմա գենետիկ եթե ուսումնասիրություն անենք, այս տեղանքի հետ ապրողները մենք չենք կարող ասենք հայ է թե հայ չի։ Մի քիչ այդ նույն թելա հայը ոչ թե որոշում է ոչ թե ապրելու տեղով կամ ինչ-որ գենով էլի, որտեղ հաստատ դարերի հազարամյակների կողմ բազմաթիվ արշավանքներ ա եղել ու խառնուրդներ են։ Մենք բոլորս ենք խառնուրդներ էլ, ոչ մեկը ինչքան էլ ազնվաբարո չմտածի, բնական երևույթ է տեղ ունեցել, մենք միշտ խոսացել ենք, որ ասենք մոնղոլները որ եկել են, տուն չեղել, բռնաբարություն չլինի, արաբներն էլ նույն բանը եղել, թուրքերն էլ նույն բանը, պարսիկներն էլ, չասած դրանից առաջ է լիքը արշավ։ Օրինական ամուսնություններ են եղել, խառնամուսնություններ դա էլ հաշվի։ Հա, հիմա մենք սլավոնների հետ ենք լավ խառնվել եւ այլն, բազմաթիվ ազգերի հետ խառնվում ենք, հա։ Դրա համար որպես վերցնել մաքուր էթնոսը որպես ժողովուրդ, դա ճիշտ չի լինի, էլի։ Մենք պետք է հասկանանք այն սիմվոլը, որի շուրջ մենք կարանք համախմբվենք, որտեղ մաքուր գենետիկ գաղափարի հետ տենց չկա մաքուր գեն, մինչև հիմա գենետիկան չի կարող ճիշտ ասի դուք հայ թե չէ, իրանք ասում են այս տեղանքում ապրողներ, այդ տեղանքում կարող է տարբեր լիքը էթնոսներ են ապրել, եկել գնացել են, տենց մի քիչ ճիշտ չի, հիմա գանք հաջորդը են, որի շուրջ կարան հավաքվել, դա մեր հնչյուններն են, լեզուն է, որի շուրջ կարան հայերը համախմբվեն, որը խանգարիչ չի լինի թե աթեիստին, թե հավատացյալին համախմբվելու համար։ Պետք է հստակ պետք է ես այդ անցյալ մեր հաղորդումների մասին էր, նաև այդ համախմբան մասին է, որը նաև էլ էգրեգորի ուժեղացման մասին է, որը բոլորին հասանել է, բոլորին հակադիր չի։ Դե ինչ որ տոկոս մի շիզոֆրենի կա, որ կարա հակադրվի։ Ես դրա մասին չեմ ասում, բայց մեծամասնությունը, որ մի քիչ խելք ունի, հասկանում է, կարևոր չի իր տեղը գտնվելու սփյուռքում է գտնվում, կարևոր չի իր դավանանքից եւ այլն կամ ինքը չունի դավանանք, մեկ այդ ուժը կարա համախմբվի։ Հաջորդ այդ դե ասեցի Արարատի սիմվոլն է, որը ուզում ենք հանդել, այս հավասարաթև խաչի սիմվոլն է, հավերժության նշանի սիմվոլն է, որ մենք կարանք հրճուսենք։ Հաջորդը նայեք, մենք ունենք դրոշի սիմվոլ, որը կա իհարկե պետք է նոր արվի, ես դա միշտ ասում եմ, մենք նոր դրոշ պետք է ստեղծենք, որի շուրջ կարելի է բոլոր հայերին համախմբել, որը օրինակ դրոշ կլինի եւ ամենաօրինակ ուժեղ ազգերը մի գույնանի դրոշ ունեն, հետո պետք է նայենք ու հասկանանք, նույնիսկ Ռուսաստանը 3 գույն է, բայց ասենք Չինաստանը մի հատ գույն է։ Ես օրինակ դրոշ ասեցի, այդ դրոշը որ հիմա կա, ես որ տեսել եմ ինչ-որ իրավիճակներում, հենց համարյա թե մի գույն է, այստեղ որ նայում ես արևի ճառագայթ երևում է, պիտի չերևա։ Այնպես է իր դրոշը կազմած, որ ուր նայում ես արևագույներ, հենց որ սկսում էր ծածանվել, նոր ճառագայթները երևում են։ Էլի համարյա մի գույն էր, էլ, այսինքն նույնությունը եւ ինձ հուշում է, որ սա շատ հին ժամանակների դրոշ է։ Այսինքն մոտարապես այդ կարգի դրոշ, որ հիմա ասենք իմ թիկունքում է։ Ծիրանի պիտի գույները։ Այդ կարգի է, դե իհարկե մենք փորձեցինք գույները ստեղծել, սա այսպես պայմանական է, որ ստեղծել ենք, իրական գույները չի լինում, որը ես տեսել եմ դրոշը։ Ծիրանի գույնի պիտի եւ ձեր ստեղծած են ծիրանի նման է եղել։ Տեսածը, հա, ձեր ընկալումը ինչքան է դրան ընկալում, այդ պիտի գն։ Այսինքն մենք դրոշ պիտի մեր զինանշանը, գերբը պիտի վերափոխվի։ Այդ պիտի 100% հասկանանք, որ այդ ճնշված երևույթը պետք է դուրս գա այդ կերպից, հաղ, ու նոր կերպ արվի, դա դրա մասին բազմաթիվ ես իմ վերջին տասնամյակում բավականին խոսում եմ, բայց քայլ չեն անում, ինչի քայլ չեն անում, շատ ինձ ոչ թե չի թվում, հաստատ կան ուժեր, որոնք խանգարում են հենց բարձր մակարդակի մարդկանց վրա ազդում են, որ իրանք չթույլ տան այդ քայլը անի, որովհետև իրանք գիտեն, որ եթե սիմվոլը փոխվի, ժողովուրդն կփոխվի։ Մենք էլի դա խելք չեն հասկանում շատերը, բայց դա փոխադարձ կապ է։ Բոլորը միշտ ամեն անգամ, ես չգիտեմ, արդեն 6 տարի այդ բանի մասին եմ ասում, հետո ասում են ժամանակը հիմա դա չի ուրիշ է։ Նայեք,
դրանից է սա բան կախված։ Նաև մեր այդ զինանշանը փոխենք, որ մեր այդ էգրեգորը ուրիշ պիտի դառնա։ Մենք դրանում մենակ անկում ենք տանում մեր հայ ժողովրդին։ Մի անկումից մյուս անկում, մի պարտությունից մյուս պարտություն, էլի։ Նաև հիմնը էլի կտրուկ փոփոխություն պիտի հիմնը պիտի գնա, որ ինքը գնա տոներով բարձրանա, ոչ թե հիմա որ կա ցածրանում։ Այդ հիմնել եմ լսել, գիտես դրդատ, բայց չեմ կարող վերարտադրել, որովհետև երաժշտությունից հեռու մարդ եմ, ինձ եւ դրոշն են ցույց տվել եւ հիմնն են ցույց տվել։ Ինձ լսել եմ ու ասում եմ աննկարագրելի ինչ որ ազդեցություններ ունենում մարդու վրա էլի, այսպես ցկվում է, դառնում է գիգանտ տիտան, հոդեմ ոչ մեկը չէր կարող։ Դրանք Ամերիկայում որ հիմն ասում են, բոլոր ամերիկացիները պիտի ձեռքը դնեն սրտին, ու ոնց որ իրանց աղոթք ու բանը այդ ուղղեն այդ էներգիան ուժեղացնելու վրա։ Մեր մոտ ունեն բացարձակ չկա տենց մոտեցում։ Շատ հեռու ենք մենք այդ ընկալում։ Ինչի է Ամերիկան ուժեղ երկիր։ Տնտեսությունը չի մենակ որոշող ամեն ինչ։ Ինչքան ավազակա հավաքվել էին այնտեղ, չէ՞, մենք հասկանում ենք Ամերիկա, բայց այդ որ կարողացան ճիշտ էգրեգոր սարքեն ու ճիշտ ուղղորդեն, որ գնում է ինքն էլ դնում է ցանկ հայա թե ինչա, թող ուժեղանա Ամերիկան, սա ասում ենք դեբիլ են ամերիկանցիները, ասում ենք այնտեղ չեն հասկանում, բայց իրանք ուղղորդվածություն, միասնականություն, թեպուր բազմաթիվ աշխարհի բոլոր ազգերն են այնտեղ, բայց մեկը Ամերիկայի ուժեղացնելու համար են աշխատում։ Թե նոր պլաներում, թե կոլեկտիվ անգիտակցական, թե ֆիզիկական պլանում, օրինակ ամերիկացիներին, որ գա ու մի հատ երկիր, տարբեր ապրանքներ են, իրենք գնեն, որտեղ այդ փոքրուց դեն մենակ այն ապրանքը, որը Ամերիկայում արտադրվել, թեկուզ 10 անգամ ինքը թանկ լինի։ Ես օրինակ մի տենց հիմնարկում էի աշխատում, մի փոքր ժամանակ, նույնստեղ չի ուրիշ երկրում, որտեղ տենց ապրանք պիտի գնվեր, ու իրանք ղեկավարությունը ամերիկյան ասեցին երբեք բան չանեք, 10 անգամ էլ թանկ լինի, պիտի մենակ ամերիկյանը գնենք, կարևոր չէ դի բան, պիտի մեր տնտեսություն ուժեղանա, թեկուզ ուրիշ երկրին, ինչը լինի մենակ մեր տնտեսության համար աշխատի։ Այդ է կարևոր բանը, որ այդ գաղափարը փոքրուց են բոլորին մտածել, որ դա գնա էլ, այսինքն այդ դրանք էլ բանը էգրեգորի սնուցումներ են էլի գնում, մենք որ ընկալենք ինչն է սնուցում, հետո մեր մոտ օրինակ պարակտում են, ասում են ազգային կամ քրիստոնյա կամ հեթանոս նշանակում է էթնիկ ազգային էլի, իրար հակադրվում են թշնամանք են մտցրել, ուրիշներն են մտցրել, իրանք տրվել են այդ բանին, քաղաքական կուսակցությունների մեջ թշնամանքա մտցված, որոնք պայքարում են, այդ չգիտեմ, նոր հենի մեջ թշնամանքա մտցրած պայքարում են, այդ թուլացման ձևեր է, որ մենք տրվում ենք էդի ու իրականացնում ենք, այսինքն հիմա օրինակ սոցիալիզմը, սոցիալիստականությունը ոնց էր ղեկավարում, մի ազգից մյուս իր ժողովրդի մեջ թշնամանք, ասենք հայ-ադրբեջանցիների մեջ թշնամանք են մտնում, որ հեշտ կառավարեն։ Այդ մենք ընկել ենք այդ ջրի մեջ ու գնացել ենք, էլի, չհասկանալով դրա բանը, թե այն կողմից, թե այս կողմից, էլի դրանք հեշտ։ Հիմա մենք կարևոր այդ նոր պլանում կոլեկտիվ անգիտակցականը ուժեղացնելու մասին է, հələ ֆիզիկական գործողությունների նյութական պլանի մասին չեմ ասում, էլի։ Այսինքն, նայեք, օրինակ պատերազմ էր, հետաքրքիր է, ես մի անգամ մի հատ գյուղով էի պատերազմ գնում, այս 20 թվականի պատերազմի մասին եմ ասում, ու մի հատ ծերունի էր սենց քայլում, անտարապահ էր, ու հետաքրքիր բան ասեց, պիտի բոլոր տները խնկարկեն ու աղոթեն ամեն օր, որ մեր հայ զինվորը հզորանա, ուժեղանա, հաղթի, էլի, բայց չեն անում, որտեղ բան մոտեցում ունեն, իրանք մտածում են մենակ նյութական պլանի վրա են մտածում, էլի, ինքը եթե բոլոր ներդրումը մեծ մասը հայերնի, ոչ մի ազգ չի կարա հաղթի մեզ, ուզում եմ ասեմ, նույնիսկ մենք մտածում ենք Թուրքիան է ուժեղ, ի՞նչն է ուժեղ, եթե համախմբվի հայ ժողովուրդը միասնական միաբուր ունի, ոչ մի հատկապես աշխարհասփյուր հայության ռեսուրսները բոլոր հայ ժողովրդի մասին եմ ասում, ոչ թե պարակտում, ոչ մի ազգ մեզ չի կարա, ոչ մի բան, իրոք միանշանակ, մենք չմտածենք թե թույլ տնտեսություն ունենք, թե թույլ ենք, դրանք անհնար է մեզ հաղթել, ուղղակի մենք այնքան ուժեղ պարակտված ենք, այնքան հակադրություններ, հակասությունների մեջ ենք, որ միասնությունը չեն կարող տեսնել, դրա համար ես միասնություններն եմ
ցույց տալիս։ Մեկ Այբուբենի իմ կոչը, որ ասեն, դա միասնության կոչ է, թեկուզ այդ Արարատի սիմվոլ, ասենք թե հիմա ցածրեցրին, ամեն մեկը կարար մի հատ զինանշան նշան դնել, Արարատը իր դներ կրծքին, որ մանգային հակադրություն բոլոր, ասենք թող 3 միլիոն հայ մատ Արարատո մանգային էլի, որ երկիր գնում են Արարատո մանգային, տեսնեին ոնց է վերափոխում կամ այս հավասարաթեփ աշխարհ կամ հավերժության նշան էլի, այսինքն մենք պետք է մեր սիմվոլները բարձր պայենք ու հասկանանք, որ դրանք կարևոր երևույթներ են մեր էգրեգորի սիմվոլու, ու գիմնը դա պետք է փոխվի, դա ինչ ասեցի, նաև սիմվոլա մեր անցյալի հերոսները էգրեգորի համար, հերոսներ են ոչ միայն զինվորները, ոչ միայն թագավորները, նաև հերոսներ են նաև սրբերը, որը իսկական սուրբ են, որտեղ շատերին կարելի սրբերի դասին, բայց սրբության հետ կապ չունենան, էլի, եթե հստակ հասկանանք, որ դա կարա լինի ծանոթով կամ ինչ որ հանգամանքներից ելնելով դա արեն, այսինքն մենք պետք է մաքուր վեր պահենք, ասենք ոչ միայն 5 քուր չունենք, ինչ շատ են ասում, որ մենք սրբացրել ենք, կապ չունի հիմա, ինքը մեկը մեր էգրեգորին է պատկանում, կրոնը կգա, ժամանակ կգա, կրոններն էլ կփոխվեն, այդ հաստատ ժամանակի մեջ է դրանք, բայց այդ սիմվոլները մենք պետք է կարողանանք պահենք, ասենք Հայկ Նահապետը, որը էլիս պատկանում է մեր էգրեգորի գլխավոր ներկայացուցիչն է, որ պետք է պահենք այդ իր սիմվոլը, Տիգրան Մեծ եւ այլն, այսինքն պետք է կարողանանք ժողովրդին այդ ընկալումը լինի ու իրանց նախնիների փառաբանում, որ կաս բոլոր ազգի շատ ազգերի մեջ արևելյան, չեմ ասում, այդ պատահական չի, որտեղ այդ նախնիների ուժը սնուցում է, իսկ իրանք մեծ ուժ են ներկայացրել, որ ինձ պետքա մենք էլի իրանց սնուցենք եւ մենք էլ սնուցվենք, դա շատ կարևոր տեղ է ու չնայենք ինքը եղել է որ ազգությունից, նաեւ շատ կարևոր է, որ համախմբող ուժը, որը Սասնա ծռերում մենք հասկանանք, որ իրանք դա ինչ որ ներկայացին, ասում են դա քրիստոնեական մոտեցում է, քրիստոնեական երևույթ է, բայց նաև այդ հասկանանք նախ քրիստոնեական այնտեղ լիքը բաներ կան, ու սիմվոլը, որ փոքր մահերի գալուստը ու որ ամեն ինչ վերափոխվելու հաղթահարվելու ժամանտին, այժմ էլ ունի սիմվոլ, դա փոքր մահերն է, որը մահերը դա հասկանանք միհր Աստծո հետ է կապված, այդ դրա արտացոլումն է նյութական պլանում, որ արևի արտացոլումն է, բայց նաև հասկանանք, որ այ հիմա այսօր դե կաթոլիկների մոտ Սուրբ Ծնունդը դա արևի ծնունդի մասին է, որտեղ այդ արևի հետ ակցում, դրա համար Սուրբ Ծնունդը Քրիստոս եւ արև դա նույն բանն են, փոքր մահերը տենց տարբեր չի արևից, որ մենք փոքր մահեր ենք ասում կամ Քրիստոսից, մենք այդտեղ պարակտում ենք տեսնում, պիտի միասնություն տեսնենք, այսինքն նաև այստեղ որ դուք արև եք նկարել դրոշի վրա, դա էլ սիմվոլ է։ Ես չեմ նկարել, ցույց եմ տալիս։ Դա սիմվոլն է Քրիստոսի, միհրի, մահերի գալուստի սիմվոլն է։ Պետք է մենք հասկանանք հակադրություն չտեսնենք, որտեղ անգրագիտությունը հակադրվում են, մեկը մյուսին մտածում են դա, եսի մեկը ասում է դա սխալ է, մեկը ճիշտ է, եսի հակադրում, բայց դրա մեջ միասնություն, դրանք ամբողջականություն տեսնենք, էլի, ոչ թե հակադրություն, դա տեզիրական սիմվոլ է, արևի սիմվոլ է, դրա համար Քրիստոս ոչ թե անձի հետ է կապված, դա տեզիրական սիմվոլ է, արևի սնուցման այդ սիմվոլն է, դրա համար պաշտանմունքը է տեղել է, ոնց որ թե միհրի ծնունդը, թե տարբեր ազգերում այդ արևի, որ ամենագիշեր խավար օրից հետո արևը շատանում է, այդ օրը պաշտանմունք է եղել ու կապել են ինչ-որ ասվածության հետ, ու այդ բոլորը նույն սիմվոլի հետ, արևի հետ է կապված, քրիստոնեությունն էլ, Քրիստոսը ապրիլի 3-ին է ծնվել, եթե իսկական մենք ծննդյան վայրն ենք ուզում ասեն, մինչև հիմա թաքցնում են իր ֆիզիկական ծննդետի, իր արևային սիմվոլ հոգևոր սնունդն է, այդ Գրեգորի ծնվելու սիմվոլն է Քրիստոսի, ոչ թե ֆիզիկական մարդու ծնունդն է, էլի, դրանք շատ տարբերելի բաներ են։ Դրդատի, եթե ավարտեցիր համախմբումը, եւ այդպես մի հարց տամ, եթե հրաժարանը մոտենում է ավարտին, երբ որ ես աշխատում էի Ալեքսանդր Մակեդոնացի վեպից վրա, դա իմ երկրորդ վեպն էր,
մի անբացատրելի բան էր կատարվում ինձ հետ, քայքայվում էի դրսից, ավերվում էի եւ մտածում եմ երբ եմ ավարտելու այս գործը, երբ եմ ավարտելու, ասենց հյուծվում էի, հասկանում ես, ամեն ինչ գնում էր ինձանից, փորձում էի հասկանալ, հետո ինչ-որ մարդկանց հետ զրուցում էի, մեկը ասում էր դու եթե չեմ ասում մենթալ ոլորտից ես ստանում այդ ամեն ինչը դա այդքան անհանգստացող է, բայց մի ազնվորություն, որ էլի կար այդ ոլորտները, ինձ ասաց դու գնացել առնչվել ես մեռած ժողովրդի Գրեգորի հետ, ասենք Ալեքսանդր Մակեդոնացի ժողովուրդը չկա, հիմա այդ պետության մեջ ուրիշ մարդիկ են սնուցող չկա, եւ ասաց այդ Գրեգորը որ կա թուլացած է, դու որ հայտ ես ներկայացրել, իրենք քեզ քաշում են, իրենք ուզում են սնուցվել եւ դու ինչ ունես չունես բոլորը տանում են։ Եվ իսկապես ասում եմ երբ եմ ավարտելու, ավարտեցի ու նոր ասենք ազատվեցի։ Ճիշտ էր այդ մեկնաբանությունը, որ կարող է ժողովուրդը չլինի իր Գրեգորը sense ճմլված լինի, ինչ որ մեկից քաշեց սնուցել, որ ուզում է չի ապրի, վերջին այլ ինչ որ օրգանիզմ է։ Դե Գրեգորները դինում են շատ աստրալ պլանում, մենտալ պլանում եւ ավելի բարձր պլաններում։ Աստրալնի Գրեգորները կարան տես բան անեն, բայց ավելի բարձր։ Գուցե աստրալ էին ասել, այ կարող է ստեղ աստրալնի այդ ասխային Գրեգորները կարան տես բան անեն, բայց ավելի բարձր Գրեգորները երևույթը չեն անել, ավելի ցածր։ Այսինքն օրինակ հիմա շատերը զոհաբերություն են բերում կենթանու, չէ՞, ինչ որ դա Գրեգորին սնուցում է, հասկանանք, որ բարձր պլանի Գրեգորը զոհաբերություն ինչ որ արյուն չի ընդունի, դա մենակ աստրալնի Գրեգորներն է, որ արյուն են տալիս, մտածում են, բայց դա ցածր բան է, այսինքն մենք սնուցում ենք ցածր ինստինկտներն ենք սնուցում, որ զոհաբերությունը թե ովքեր հեթանոսներն են, թե քրիստոնեական ինչ որ էլի մատաղ են անում, դա ցածր Գրեգորին են սնուցում, որ այդքան բարենպաստ չի, կարող իրանք բարձր որակները սնուցեն, ոչ թե ցածր որակները, այսինքն ինքնազոհաբերություն դա ինչ որ վերցնեն, ասեն ես սուտ չեմ խոսալու, այդ որ այդ մատաղ են անում, կամ ասենք ես ինչ որ բարեգործություն եմ անելու, իմ աշխատավարձի ասենք 20%-ը միշտ ես բաժանել եմ որ չքավորներին կամ այդպես բան, ոչ թե վերցնեն ինչ որ կենթանու արյուն տան աստրալնի այդ իր այդ էմոցիաներով սնուցեն, կենթանու այդ վերջին էմոցիան ու արյունով սնուցում են, ճենճեր էին ասում, այդ ապարոտիկը որ տալիս են, այդ դրանով սնուցում են այդ աստրալ էակներին, էլի, բայց այդ դրանով չի, այդ վեհ Գրեգորի հետևից կնե, տենց Գրեգոր այդ աստրալն Գրեգորները վերջը լավ չի լինում, էլի ոնց որ ինձ ավերում էր, ես դա գիտեմ, ու ես էլ մյուսն եմ տեսել, երբ որ աշխատում էի Մեգիրա թաքնագիտական վիպակից վրա, հետո ինձ ասացին, որ ուրիշ մենթալից ես առնչվել, տրդատ ես երանության մեջ էի, տրախտի մեջ էի, չէ ուզում էր գիրքը ավարտվեր, այնպեսի մի հոգեվիճակի մեջ էի այդ Մեգիրան գրելուս, ու ես համոզված եմ ընթերցողներ, որ կարդենք էլ այդ վիճակի մեջ են եղել, դա մի երաժշտություն էր, չէ ուզում ավարտվեր, իսկ ահա այդ Ալեքսանդրը, նաև Կալիգուլան, որ գրում էր, ասում է Շողոդանի երբեմ ես ազատվելու, երբ ինձանից դուրս գալու էր։ Երբ որ այդ Գրեգորին մենք սնուցում ենք, դրա մեջ մենք հաճելի, մեզ հաճույք ենք ստանում, ու ոգեշնչվում ենք։ Երբ որ ինքը ոնց որ զորով ենք անում, դա մեզ տանում է էներգիան, էլի։ Օրինակ ես մի հատ այսօր ատամի բժշկի էի գտնացել, այդ բժշկու հետ էի խոսում, ինքը այնց ինչ որ հանգամանքներից շատ է աշխատում, էլի, այսինքն 12 ժամ ամեն օր շաբաթվա մեջ շատ է աշխատում, ուրիշ շաբաթ օրերը, ասում չես հոգնում, այնց, որտեղ դա ահռելի աշխատանք է, այնց ինքը ասում է ես այնքան հաճույքով ու ուրախությամբ եմ ես այն գործը անում, որ չեմ հոգնում, հա, չեմ հոգնում։ Պետք է մենք էլ հասկանանք, որ մենք այդ ազգային վեր գաղափարները, ժողովրդիկ վեր գաղափարները հաճույքով սնուցենք, այդ սիմվոլները, էներգիան, գիմնը, դրոշը եւ այլն, կարող չի հիմա պետությունը չի ընդունում այդ, կարելի է ստեղծել այնը, որ ժողովրդականը լինի դա, պետական չլինի, հետո դառնում կարող է հլը ուրիշ ազդեցությունների տակ է, ինքը թույլ է, ինքը ուրիշ էգրեգորներ են իրենք, ոնց որ ժողովրդի մեջից պիտի դա լինի, ոնց որ փոքր մեր ժողովրդի մեջից է ծնվում։ Ես դրա կողմնակից եմ, ներքևից է հարկավոր ամեն ինչ ստեղծել եւ հիմն եւ դրոշ եւ կառույց եւ նոր արժեքների վրա ինչ որ համակարգ, կամաց տարածել եւ իր էգրեգորին հզորացնել, հնի հետ էլ կապվելով
գնալ առաջ։ Այդ մարդկա այդ քաղաքական գործիչա, իհարկե միշտ արժեքահամակարգի մասին է խոսում, երևի իմացեք ում մասին է, միշտ ասում է, որ մեր արժեքահամակարգը փտտած է, նեխած է, դրա համար մենք այս վիճակում ենք, դրա համար մեր ընտրություններ, ամեն ինչ էլ մա նեխած արժեքահամակարգի վրա, ժողովուրդը չունի իր արժեքահամակարգը, այստեղ էգրեգորի ստեղծման ու ոգեշնչման համար արժեքահամակարգի բարձրացման վրա պետք է աշխատի։ Իհարկե ազգում տարբեր շատ մակարդակի մարդիկ կան, շատ տարբեր։ Ամեն մակարդակի կա մարդել, ասես բազմաթիվ։ Պետք է ոնց որ սերուցքը բարձր արժեքահամակարգ ստեղծի։ Տենց շատ դժվար է այն ամենացածր մակարդակին բերի այդ մակարդակին, այդ դու հասկանանք, բայց գոնե էլիտան բարձր արժեքահամակարգ ունենա, որովհետև հիմա էլիտան էլի ցածր արժեքահամակարգ, հիմա կարող է շատ եմ կպտում իրանց այդ բանին, բայց ընդհանուր էլիտան հայ ժողովրդի ինքն էլ ցածր արժեքահամակարգ ունի, շատ քչերը կան, որ բարձր արժեքահամակարգ ունեն, այդ ամենակարևոր տեղն է, բայց այդ դրա վրա աշխատելը ոնց որ ամեն մեկը ինքը իր արժեքահամակարգը պետք է վերափոխի, իսկ դա կարևոր քայլ է։ Նայեք, այդ ինչի եմ ասում, դրանք նոր պլանի երևույթներ են, որոնք ավելի հզոր են, քան նյութական պլանին։ Դրա համար էլիտան, երբ որ դառնա բարձր արժեքահամակարգ կրողներ, ու ավելի շենք լայն մասաներ վերցնի, բոլորին չի կարող վերցնի, որովհետև կան շատ ցածր խավի մարդիկ, որոնք միլիոնավոր տարիներ է պետք որ իրանք վերափոխվեն, էլի, դա շատ դժվար բան է, բայց կարա ինչ-որ խումբ այդ դրա ոգեշնչվի, իսկ դա հենց կտանի ազգի վերածննդի վերափոխման։ Փոխագծերը բաց ասա, որ ես եւ դու Արծրուն եւ մեր մյուս ընկերները այդ խումբը ուզում ենք ստեղծել, այդ ուղղությամբ աշխատանքներ տարել ենք եւ պարտավորվենք, որ հունվարից ակտիվացնենք, որովհետեւ եթե մենք չանենք ուրիշ ով է անելու։ Այդ ինչ որ ասում ես, բայց պիտի բարձր արժեքահամակարգի մարդիկ կծեն, դա շատ ընտրությամբ ու մարդը ինքը իրան պիտի վրա աշխատի դրա համար, թե չէ ուղղակի մարդիկ մենակ մտածում են մտածելով կարաբան լինի, մենակ մտածելը քիչ է։ Դա քիչ է մենակ մտածելը, որտեղ պիտի ինքը իրոք կարենա արժեք ստեղծի։ Ասենք եթե ինչ-որ մեկը արժեք չի ստեղծում, մենակ խոսում է, դա ինքը արժեք չունի, ինքը պետք է արժեք ստեղծի, ասենք խոսալել արժեքը, եթե ճիշտ է, եթե ինքը վերջնացումքի տանում է, չէ, ես չեմ ասում փիլիսոփայությունը, դա գիտություն է, որտեղ էլ խոսալու վրա է, հոգեբանությունն էլ է գիտություն, որ խոսալու վրա է, եւ այսինքն հռետորությունն էլ է գիտություն, բան, որ դա խոսալու վրա, ասենք Ես նկատում եմ խոսալը պետք է նպաստի այո ասացի իրագործմանը։ Որ մենակ խոսալը չլինի, այլ գործունեությունը։ Խոսածողներ եւ գործանողներ միասին պետք է աշխատեն։ Դա շատ կարևոր է, հա։ Բարի։ 2-3 րոպե եզրափակելու համար ինչ մնաց ասելու, հատկապես այս վերջին մեր հանդիպումն է։ Դե նոր որ մենք աշխարհ ստեղծելու համար պետք է հինը բաց թողենք, իսկ դա ամենադժվար բանն է։ Ողջությամբ ենք բաց թողում, թե լավ բաները վերցնում ենք այն։ Դա ինչը հնացել է։ Դա պետք է նայենք, որ կոշիկը պետք չի տանել, հին շորը պետք չի տանել, հին գաղափարը, ասենք ին պապը ինչ-որ բան արել է, պարտադի չի, այդ որ արդեն ինքը հնացել է, ես դա իրականացնեմ։ Ինչ անենք ինքը արել։ Դա հաշվառ, մենք նորազգ չենք ստեղծելու։ Մենք նորազգ չենք ստեղծել։ Ազգի արժեքների շարունակելով։ Արժեքների, որ արժեքահամակարգ ունեն։ Համամարտկային արժեքներ ունեցել, որոնք արժեքներ ունեն, ես չեմ ասում արժեք, դա մասի արժեք ունեցող երևույթները պայենք։ Այն ինչ արժեք չունի, պետք է բաց թողենք, էլի։ Իսկ մենք չենք կարող ինքը արժեք չունի, բաց թողենք։ Ասենք օրինակ սուքը արժեք չունի, բայց մենք պահում ենք։ Եվ այլն, այսինքն վախը արժեք չունի, բայց մենք պահում ենք։ Եվ այլն, ասենք թշնամանքը արժեք չունի, պահում ենք։ Եվ այլն, ես վեր բաների մասին, այսինքն ինչ արժեք է իրանք ներկայացնում, դրանք պետք է պահենք, ինչ չի ներկայացնում, բաց թողենք։ Դա շատ կարևոր է։ Նյութականից սկսած, ինչ արժեք չի ներկայացնում մեզ հնացել, հա, պետք է մաքրենք, որ նոր տարին նոր ձևով սկսի։ Ու մերոշում են նյութական մարմինը մաքրենք, դե գնում են լողանալու, չէ՞, սովետում ցույց էին տալիս, որ բաղնիք է գնում, չէ՞, բաղնիքը տանուշկին են այդ լողանումը։ Բացի լողանալուց մենք կարող ենք մեր էմոցիաները հին բաց թողել, հին տրավմաները բաց թողել, հին վախերը, հին կարծրատիպերը, հին մտքերը, մեզ այն արժեքահամակարգերը, որոնք շատ ցածր որակի են,
ասենք հինայք մեր հաղորդում ենք շատ քիչ մարդ է նայում, չէ՞, մենք որ նայում ենք ինչ քիչ մարդ է նայում, բայց մեր պորնոֆիլմ դնենք Հայաստանի 90%-ը տվյալներ կա այդ պորնոբաները, նայում են դա, այսինքն մի քանի միլիոն են նայում, մի անգամից մի հատ հասարակ բան, այսինքն արժեքը համակարգ ինչքան անկում է ապրել ազգը, որ ասենք վեր բաների մասին որ մենք խոսենք շատ քիչ մարդ է դրան ընկալում բան մոտենում ընկալողները միշտ էլ քիչ են, այդ քիչերը պիտի համախմբվեն եւ իրենք համակարգ պիտի արժեք համակարգը որ ձևավորվի պիտի շատ դրանց էլ կամաց մտցնում ես մեջը դրկրտում ես դաստիարակում ես պատժում ես ձևավորում ես ձուլում ես ինչ բան ես տանում դա ասացի որ տարեվերջի հաղորդումն է 1997-98 թիվներ տարվա վերջն էր մի լրագրողուհի ինձ հանդիպեց, ասաց ինչ կմաղթեիք գալիք տարում հայ ժողովրդին, ես ասացի խելք, այդ աղջիկը ասաց մի տեսակ նայեց ինչի խելք չունեն, բայց այդ մաղթանքը Աստված դեռ չի իրականացել, անհրաժեշտ խելք կա, հիմա էլ կուզեմ խելք ավելանա քաղաքական հատկապես, դու ինչ ես մաղթում։ Ես կցանկանամ, որ մեր այն գաղափարը, որ փոքր մհերը պիտի գա, վար պահենք, որ ցանկանանք, որ այդ փոքր մհերը մեր մեջ ծնվի ու գա հայ ժողովրդին, էդի որ այդ գաղափարը ոնց որ ասում են Ժան Դարկին բոլորը սպասում էին, որ ինքը եկավ, չէ, կույսուհին է որ ասում։ Երկրորդը որ կցանկանամ, որ իմաստություն հայ ժողովրդին իմաստանա, շատ կարևոր տեղ է որ։ Դե իմաստություն խելք նույն բանը չէ, նույն բանը չի։ Կրա խելք ունենա, բայց իմաստություն քաղաքական խելք ասելով իմաստություն ունենա, իմաստություն սերը շատանա իրար մեջ, բոլորի նկատմամբ և երջանկությունը գտնի հայ ժողովրդը իր երջանիկ լինի։ Քան որ երջանկությունը վերջնական մեր նպատակը լինի, բայց բոլոր էգրեգորի նպատակն էլ է երջանկություն, այդ որ հասկանանք, որ բոլոր մեր քայլերը երջանկությունն է, ոչ միայն անձի երջանկությունը, ոչ միայն էթնոսի երջանկությունը ազգի, այլ ժողովրդյան եւ նաեւ մարդկության երջանկությունը, որ բոլորը այդ երջանկության հասնեն, ես այդ հոսքով կարծեմ, որ բոլորին երջանկություն եմ ցանկանում, ասահման իրոք, որ բոլորի ընտանիքներում այդ երջանկությունը գա, իրանք երջանիկ լինեն, բոլոր մարդկությանը, հայ ժողովրդից սկսած եւ բոլոր մարդկությունը երջանիկ լինեն։ Եղավ, շնորհակալ ենք, Աստված լսեց, դեռ գարանցեցին, տեսնենք ինչքանով կկատարի։ Նայեք մի հատ բան փոքր ասեմ, մինչեւ որ գալիս է մի հատ հայ գիտնականի, սենց Նոբելյան մրցանակ պիտի տային, իհարկե ինքը Ամերիկայում ապրել, ուղղակի մահացել է մի ամիս առաջ 70 տարեկան էր։ Իր հայտնությունը ինչ է, որ ինքը ֆիզիկական բնութայով մի քիչ հիպոթետիկ չի, որ մեր ինչնից մեզնից դուրս է գալիս, ինքը մեզ վերափոխում է։ Այն որ ջուրին ինչ բառ ասում ենք վերափոխում է, ինքը իր հետազոտությունն է, որ մեր գենի վրա է բոլոր ազդում։ Ինչ մեր մտքեր ունենք, ինչ բան, ինքը բերում էր անեծքեր անում, ասենք թե հետո այդ անեծքի բջիջները սա մեռնում, չորանում էին, հետո որ սկսում էր աղոտ քանել, վարի, մտքեր խփել, ինչ որ մանտրաներ կարդալ, բան վերակենդանում ու ժահելանում է, լավանում է։ Հիմա երջանկությունը, որ մենք իրոք անկեղծ որ ցանկանանք ոչ միայն մեզ, մեր կողքիներին, հայ ժողովրդի բոլոր անդամներին, նաև մեր թշնամին, որ ժողովրդի մեջ էլ մեր անձնական թշնամիներ էլ ոչ թե որ ցանկանանք որ երջանիկ լինեն, թշնամանքը կվերանա։ Պետք է հասկանանք որ այս թշնամանքը մեզ տանում է տառապանքի ու անկման էլի։ Դրա համար որ մենք բոլորս անկեղծ թշնամանքից հաղթահարելու համար երջանկություն պետք է ցանկանանք։ Անկեղծությամբ մենք բոլորին մենք կվերականգնվենք, հիվանդությունները բոլորը կբուժվեն, բոլորը կերիտասարդանան, գործերին բոլորի հաջողություն կգա, ազգը ավելի վեհ նպատակին կհասնի իր եւ մարդկությունը, եթե մարդկությունը երջանիկ լինի, ոչ մի պատերազմ չի լինի, ոչ մի աղքատ չի լինի, դա կարևոր տեղ է, որ մենք այդ անկանքալենք։ Մի անգամ մեկը ինձ հարցրեց ինչպես է առողջությունը, տարիներ առաջ էր ասած, ինչ եմ հարցում, դու մաքուր մտքերի մեջ ես, պիտի որ առողջ լինես, այդ քո ասացի հաստատումն է, երբ որ չարություն չկա, նախանց չկա, առողջ մտքեր մտածում ես ուրիշների մասին, բարձա որ դու քո օրգանիզմը չես հիվանդացնում ինքդ էլի այդ վատ մտքերով։ Եվ այսպես մեր եթերաժամը սպառվեց,
ես հյուրընկալեցի Տրդատ Դոնեկյանին եւ քննարկեցինք հայ ժողովրդի էգրեգորի հարցը ու նաեւ որոշ ուղենիշներ ցույց տվեց, որով ուծաբիթե մենք աշխատենք, կարողանանք ուժեղացնել մեր էգրեգորը ու նաեւ մեզ դուրս կգանք այս փոսից եւ կկատարենք այն դերակատարությունը, որ մեզ համար նախասահմանել է Աստված։ Այսօր ասկան եմ, շնորհ հանդիպում։